իրանց համարժեք գործողություն արել է միայն Նայիրի Հունանյանի իր ոչրագործ խմբի հետ։ Գտեք մի հատ ուրիշ քաղաքական ուժ։ Դուք դրա համար եք ասում, որ այդ խցում միայն Նիկոլի Ով համար է Ողնաշարի պիտի մնան, թե Ես չի որտեղ ուզում են մնան։ Լսեցիր Մարիամ։ Բանը ով է ավելի այդ երկու սրանց արածը եկել այդ ոչրագործների արածն է, չէ՞ պետության Ողնաշարին այդքան ուժեղ հարված տվել։ Էլ եփա մեր պետությունը տես, հա, այդ դժվարին բաներ շատ ա եղել։ Ամենայն դեպս մեծ ողբերգություն էր հայ ժողովրդին, բայց մենք կարողացանք դիմադրել, բայց այստեղ ուղակի տվել է երկիրը։ Շատ մեծ է տարբերությունը, որովհետև հիմա տեսեք, որովհետև սա ուղիղ երկրի ադրբեջանիզացիա է իրականացնում։ Հայաստանի չգոյություն։ Հա, դա նույնն է, էլի։ Ադրբեջանիզացիան Հայաստանի չգոյությունն է։ Պարոն Նահապետյանը ներկայացրեց ուրեմն հարցումների արդյունքը 8-ից 10%-ով միասնական ընդդիմությունը, այսինքն 3-րդ, 7-րդ եւ 17-րդ, հա, տեղերը վրցակցության մեջ մտած այդ ուժերը, Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինք գերազանցում են Նիկոլին, դրանով է պայմանավորված իր հիստերիկ քայլերը Նիկոլին։ Ես մի բան ասեմ, երեք մի հատ լոկալ փոքր տեղ հանրայինի բանավեճում բացահայտվեց, որ եթե այս երեք ուժերը կոնսոլիդացված են լինում, իրանց ծանր հերետանին Վահագն Ալեքսանյանը ինչ ողորմելի վիճակում է հայտնվում։ Ես մի հատ ուրիշ բան ասեմ, ես կարծում եմ, որ ձեր երեք ուժերից ամեն մեկը տել առանձին։ Հա, բայց այդ վիճակի մեջ կլինեն, բայց եթե միասնական ու հավաքական այո։ Եվ այլն։ Հիմա տեսեք։ Պարոն Նահապետյանի կարծիքը ես լրիվ ճիշտ եւ արժանահավատ եմ համարում, որովհետեւ բոլոր լուրջ հարցումները գելապի ցույց են տալիս Նիկոլը պարտվում է ընդդիմության ձայները գերազանցում, հա Նիկոլի ձայներին։ Դրա համար իրանք հիմա ինչ են անում։ Դա էս խոստացա դրա մասին խոսալ։ Հարամություն 1, հարամություն 2։ Հարամություն 1 որոշել են մտմտում են Դանիել Իոաննեսյանը ուրբաթ օր է եթե չեմ սխալվում գլխավոր դատախազություն հացագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Չէ, նա հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն իբր Ռուսաստանի Դաշնության Վարսաշճան պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ իշխանության յուրացում են Հայաստանում։ Այդ Թրամփի հայտարարությունը նաև նկատի ուներ։ Հիմա տեսեք, իրանք մտմտում են հիմա երեք ուժերից մեկին դուրս թողնելու սցենար։ Հիմա մտածում են ոնց անեն, ընդ որում դա պլանավորել են անել 4-ից 5 ամսի։ Հիմա ես մյուս երկու գործընկերների մասին կոռեկտ չեմ համարում խոսալ, որպես ֆիլտրվող էլի։ Մեր մասով կարամ մի բան ասեմ։ Այն օրը պարոն Ծառուկյանը խորհրդակցություն էր անցկացնում, հրապարակային էին կանում, նույն բանը դեռ եմ ասել։ Մենք ունենք պլան B, ուրեմն, քանի որ մեր ընտրազանգվածը ամենաշատն է կախված խարիզմատիկ լիդերի գործոնից, մի կոչով առաջնորդվող ընտրազանգված է, ավելի կոպիտ ասած, ու շատ էներգետիկայով լեցուն ու մոտիվացված։ Ուրեմն եթե մեզ ֆիլտր են, մի կոչով մեր ընտրազանգվածը երկու ազդեցիկ ուժերից մեկի դիրքում է կոնորոշվելու, այսինքն չեն ստանալու արդյունք, բայց ստանալու են ավելի կոշտ իշխանակություն։ Հիմա եթե հարամություն 2-ը անեն, ֆիլտրեն 2-ին, այտենց բանել են մտածում, այդ ժամանակ մոլդովական սցենարին կպատասխանենք հայկական հեղափոխությամբ։ Այսինքն ցանկացած պարագայում թող իրանք հույս չունենան, որ դե մեկին կանենք խաղից ընտրողները կխռովեն կգնան տուն։ Չի լինելու դες բան։ Իրանք այդ հույսով էլ ամբողջ ընտրարշավը սարքեցին, այս նույն խորհրդատուները Փաշինյան Նիկոլին մի հատ փուրը տվել են արդեն այս քարոզարշավում, երբ որ երրորդ օրը խորհուրդ տվեցին, որ 3-ից միավորի մի զամբյուղի մեջ անուններս էլ դնի պատերազմի երագլուխ կուսակցություն։ Պատերազմի ուժը դրես էր անուն այդպես։ Ահա, իրանք ինքը դրես։ Երեք պատերազմ բերողը ձեզ ասաց։ Հա։ Չէ, մահվան կուսակցություն են իրանք։ Եվ պատերազմի եւ մահվան կուսակցություն։ Հիմա իրանք դաժե դասական սոցիոլոգիա չգիտեն։
Չգիտեմ, որ եթե իրանց վարկանիշը գավիժում է, իրանք թիրախավորում են 3 ուժի, հասարակության չկողմնորոշված զանգվածին ուղարկում են այդ 3 ուժի մոտ։ Արդյունքում ես իրանց ճակատագրական սխալի պատճառով 3 էլեկտորալ բաներն էլ ուժեղացան։ Այսինքն Նիկոլ ուզի հեռանալու է։ Հիմա ես բան չեմ ասում։ Երեք Ռոբերտ Քոչյանն ու իր կողմնակիցներն են հանրավակարել, վաղը Սամվել Կարապետյանը։ Դուք եք արել Վանաձորում շատ հզոր։ Չէ, Վանաձորում շատ հզոր հարավակեր։ Աբովյանում, Վանաձորում, Մերձևովը շատ ուժեղ հարավակեր։ ՔՊ-ն ինքնաբուխ առանց վարչական ռեսուրսի թոփորձի մեզանից մեկի հանրավակի կեսի չափով մարդ հավաքի։ Մեզանից կեսի, ասում եմ, պարզա չէ որ մեր մոտ վարչական ռեսուրս։ Այսինքն միայն Նիկոլենք, հա, այդպես լինեն։ Հա, տեսնենք օրինակ 3000-ավոր մարդիկ էին հավաքված Ազատության հրապարակում։ Հիշում եք, չէ՞, վերջին միտինգը ինքը երբ է փորձել։ Դուք ներկա եք, թե ուղղակի հետևել։ Չէ, ես հետևել եմ։ Բայց վերջին միտինգը գիտեք երբ է Նիկոլը արել։ Երբ։ Խայտարակ ֆիասկո եղավ։ Միջև երթով հասան Երևանի քաղաքապետարան մարդ չէր մնացել։ Քաղաքապետի ընտրության ժամանակ, ճիշտ է։ Այո։ Դրանից հետո ինքը չի փորձել Երևանում որևէ զանգվածային միջոցառում կազմակերպել, որովհետև այսինքն համերգի մասկայի տակար է, տարբեր էլի, բայց ոչ միտինգ։ Իմիջիալից հիշում եք, այդ մեկ էլ 2023-ին էին։ Կամ կարող է առերեսվել այսպիսի մի բանի, գետինը մտնես ստոր Փաշինյանի համար սև սիրտ բերած զոհվածի մորը թույլ չտվեցին կամ կարող ես այսպիսի մի բանի, շատ բան տեսարանը չեմ ուզում։ Ես էլ չեմ ուզում, նույնիսկ Մյուզեյմի կադրերն են, ես խնդրեցի մեզ մոտ էլ փախչումա, թույլ չեն տալիս, որ մոտենա, փախչումա, այսօր էլ պայթեցրել են բլոգերի մեքենան, 3 հարձակվել են Նայիրի Հոխիկյանի տան վրա, ես ինչ է անում, դե որ ուտենց վստահ ես, 60 քանի տոկոս ունես, չգիտեմ ինչ ունես, ինչ ես, դե խոսի, 66, ինչ եք ասում, 66 ինչ եք ասում, ինչ եք, հետով ա նկարելու, այդ բանը պատկերացրեք, այդ հարցումները ԿՊ գրասենյակում են արի, այսինքն դել 1/3-ին չտալի։ Վստահաբար էլի, որովհետև հիմա եթե մեկին դուրս գաս Երևան, այս Շարենցի փողոցի վրա մեկին դուրս գանք ասենք Նիկոլ Փաշինյանը 65% ունի, կասի ախպեր, այս ինչ համարի տրանսպորտն է այդում գժանոց։ Կենթանի կողմնակից Երևանում Նիկոլ Փաշինյանի դժվար է գտնել։ Հա, մի հատ իշոր մեդիագրագիտության հետ կապված խնդիր, մեդիագրագիտության հետ խնդիր ունեցող մի հատ փոքր խավ կա, այդ դե հիմա գիտեք բոլոր երկրներում էլ կան։ Շարունակում է, այո, տեսեք։ Հա? Իսկ մեզ ինչ են ներկայացնում։ Գիտեք, այս դեպքերից հետո, Ասա դու մենակ ուրախանում լափում ու սոնուսը։ Իմ արմանը։ Լավ, այսքան դժբախտություն, այսքան ցավ, ողբերգություն, լավ, հանգիստ թողը ժողովրդին։ Տարավ հասրեց Ջաբրայելի երեխեքին, չի տարար, այդ Ջաբրայել Ադրբեջաները չի տարարի։ Ճիշտ է ասում, եթե ասում Արցախ Ադրբեջան, հա։ Իմ տունը քանդեցին, այ ոչ ու փուչ այ թուրք։ Այ թուրքի հպատակ։ Ես ինչ արեցին։ Անորում։ Չեք նկատել, բերան են նույն բանը անում։ Երևի ամեն տարածքում սենց մարդիկ կան, հնարավոր չի։ Ճիշտ է ասում, ամբողջ երկրում դες մարդիկ կան։ Վախենում են, լռեցնում են, սպառնում են։ Ինչև է ամսի 8-ին, միջև այդ մենք դեռ պարոն Սուրենյանցի հետ հանդիպելու ենք։ Ուրբաթ օրը կհանդիպենք երևի։ Հինգշաբթի ուրբաթ երբ հարմար կլինի։ Եվ որպեսզի ամփոփենք։ Գնացեք ընտրության։ Ես մի հատ կոչ եմ անում։ Այդ ձեր ասած թիվը, պարոն Նահապետյանի, ես եմ տեղյակ այդ վերլուծություններին։ Ուրեմն նույնիսկ 15% կարող են գերազանցել, եթե 1.350.000 ընտրող գնալ ընտրությունների, մերժել։ Ուրեմն ես Ալիևի ինչն էր, հիմա Երջանիկ Վասալների ինչն էր Ալիևի վերջնարաշվը։ Դա տուզի կարալի համ Երջանիկ Վասալը լինի, համ Մուսապար կլինի, Պատրիոշկի սկզբում։ Բարի վայելում։ Հիմա տեսեք, ես 7-րդ համարի տակ եմ Բարգավաճ Հայաստանի, բնականաբար ցանկանում եմ, որ մենք շատ ձայն ունենք, բայց
փոփոխություն ունեցող մեր քաղաքացիներին կոչ եմ անում։ Իհարկե ես կոչ եմ անում 7-ին ձայն տալ, բայց եթե ինչ-որ պատճառներով թիվ 7-ին չեն ուզենա, կարող են 3-ին, 17-ին քվեարկել, այսինքն ես կոչ եմ անում անպայման մասնակցել ընտրությունների եւ քվեարկել իրական ընդդիմության ուժերից մեկին։ Իրական ընդդիմադիրները 3-ից 4 կուսակցություն են, ամենայն հարգանքով մյուսների անձամբ։ Փոշիացնել ձայները։ Ահա, մենակ խոսույթով պարտադիր չէ, էլի ընդդիմադիրները նաեւ բան փոխելու պոտենցիալ ունենան։ Դրա համար էի ասում, փոքր կուսակցություններին մեր տիպի կողմնորոշվեք, դիրքավորվեք մեծ բևեռներից մեկում։ Շնորհակալություն։ Ստեսություն։